Տիկին Մաթևոսյան, անկեղծ որ ասեմ, իմ մոտ տպավորությունն է, որ ձեր կողմից այս հանձնաժողովի ընտրությունը տրոլինգ է։ Ու անկեղծ որ լինեմ, պարոն Կարապետյանը երբ որ հայտնեց, որ տրոլինգ, երբ որ պարոն Կարապետյանը հայտնեց այդ հանձնաժողովի անունը, ու ձեր ամբողջ խմբակցությունը ծիծաղաց, ու մինչև հիմա էլ ծիծաղում է ձեր ամբողջ խմբակցությունը, այս իմ տպավորությունը կներեք, ամբողջությամբ սենց ամրապնդվում է։ Հիմա չեք կարծում, որ ազգային ժողովը ամեն դեպքում տրոլինգի համար լավագույն վայրը չէ, սա առաջին հարցը, եւ մասնավորապես, օրինակ, դուք ինքներդ կողմ եք Հայաստանի եվրոինտեգրմանը եւ Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելուն, կողմ եք դուք եւ կողմը արդյոք ձեր խմբակցությունը։ Շնորհակալություն։ Պարոն Ալեքսանյան, առաջարկեմ որակավորումներ չտակ ու ասեմ մեր համար էլ շատ զարմանալի էր, որ այդքան գոռում կոչում եք եվրոինտեգրման մասին, բայց այդքան առաջնահերթ չէր ձեզ համար, որ առաջինը դուք ընտրեիք այս հանձնաժողովը։ Ինչ վերաբերվում է մեր հայեցակարգին եւ դիրքորոշմանը, քիչ հետո գործընկերս, ով այս հանձնաժողովի նախագահի տեխնացուն է, ամբողջությամբ կարտահայտի մեր դիրքորոշումը։ Շնորհակալություն։ Արձագանք։ Շնորհակալություն, շատ լավ, խմբակցության դիրքորոշումը գործընկերը կարտահայտի, իսկ անձամբ ձեր դիրքորոշումը դուք անձամբ կողմ եք Հայաստանի Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելուն, թե ոչ, հետո տրոլինգը որակում է, հա որակում է, ինձ թվում է վիրավորական որակում չի, ակցիային անվանում տալ է ընդամենը ու տենց վիրավորական բան էլ չի էլի, թե ինչի մենք առաջինը չենք ընտրել այս հանձնաժողովը, չգիտեմ, օրինակ ես իմ ամենավատ երազում անգամ որպես այդպեսին չէի տեսնի, որ ձեր խմբակցությունը նման տրոլինգի կգնա, անկեղծ որ ասեմ, հատկապես հիշելով ձեր առաջնորդի անձնագրային գործում IC FSB գրառումը, ուրիշ բան չէ։ Պարոն Ալեքսանյան, հորդորում եմ ձեզ երազների հարցում զգույշ լինել, փաստորեն ձեր ամենավատ երազները իրականացան։ Ինչ վերաբերվում է իմ անձնական դիրքորոշմանը, եւս մեկ անգամ կրկնեմ, կողմ եմ այն բոլոր որոշումներին, որոնք բացառապես Հայաստանի շահն են սպասարկում, եւ հաջորդը եւս մեկ անգամ նշեմ, որ խմբակցության դիրքորոշումը եւս կիսում եմ ամբողջությամբ։ Շնորհակալություն։